Ռուսաստանցի բիզնեսմենի եղբորը հայտարարել է, թե իբր ես սովորել եմ Թուրքիայում։ Երևի եկել է ժամանակը, որ ես նորից հերքեմ այս հաճախ տարածող սուտը, որը հաճախ տարածում էին Քոչարյանի, Սերժ Սարգսյանի թիմակիցները, հիմա իրենց մյուս հոգեզավակներն են փաստորեն սկսել տարածել։ Ես Թուրքիայում երբեք չեմ սովորել։ Ես սովորել եմ 3 երկրում. Հայաստանում, որտեղ ավարտել եմ ԵՊՀ-ն, Անգլիայում, որտեղ մագիստրատուրա եմ ավարտել, եւ Լեհաստանում, այսինքն ավարտել եմ 3 համալսարան, 3 երկրում եւ Թուրքիան դրանց թվում չի։ Բայց վերադառնանք ռուսաստանցի բիզնեսմենի եղբորորդուն։ Երեք նա երկու ռետորական հարցեր հնչեցրել, որոնց ես պատասխանել էի։ Առաջին հարցը ինքը հետեւյալ կերպ էր հնչեցրել. ինչ եք կարծում, Հայաստանում կարող է լինել մարդ, որից կախված է Սամվել Կարապետյանը։ Եվ ես պատասխանել էի, որ իհարկե կարող է եւ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Կիպրոսում եւ Ռուսաստանում, որովհետեւ դրանք բոլորը երկրներ են, որոնց քաղաքացի է Սամվել Կարապետյանը։ Եվ հաջորդ հարցն էր հնչեցրել, թե ինչ եք կարծում, կարող է արդյոք ամենամեծ հայկական կապիտալով ընտանիքը կախվածություն ունենալ որևէ մեկից, նկատի ունենալով իր ընտանիքը։ Եվ ես պատասխանել էի, որ իհարկե կարող է կախվածություն ունենալ այնտեղից, որտեղ գտնվում է իր կապիտալի մեծ մասը։ Եվ բնականաբար պարզ է, որ այդ կապիտալի մեծ մասը Հայաստանում չէ։ Եվ սա ինչ որ հանճարեղ անալիզի արդյունք չի, պարզ տրամաբանություն է։ Եվ ես սպասում էի, որ ռուսաստանցի բիզնեսմենի թիմից որևէ հոդաբաշխ եւ տրամաբանական բովանդակային պատասխան կհնչի իմ պնդմանը, սակայն ես շատ հիասթափված եմ, որովհետեւ փոխարենը իրենք ուղարկեցին ռուսաստանցի բիզնեսմենի որդուն, որը եկավ եւ ասաց դու դատվելու ես։ Իհարկե, չգիտեմ, հիասթափված եմ, ես հուսով էի, որ ավելի բովանդակային պատասխան կհնչի, բայց մի լավ լուր այս ամեն ինչի մեջ կա։ Ռուսաստանցի բիզնեսմենի որդին եկել եւ հայերենով էր գրել այդ տողերը, ինչը նշանակում է, որ նա սովորել կամ սովորում է գրել հայերեն, ինչ ես ողջունում եմ, կրթվել է նորաձև է։ Լավ իհարկե։